շատ անշուք է, հիվանդ ես, քեզի ավելի շատ հիվանդ կզգաս, որ պայմանները լավեղն է, մանավանդ տներային բաներին, որ շատ ցուրտ է կնստենք, կհիվնանք։ Երկրորդ պոլիկլինիկայի սպասարկման տիրույթում ավելի քան 20,000 բուժարու է գրանցված։ Օրվա բոլոր ժամերին սպասող բուժառուները շատ են, հատկապես բուժապահովագրության ներդրումից հետո։ Իսկ պացիենտների կանգատները հաճախ սկսվում են մինչև բժշկի սենյակ մտնելը, բայց շենքային պայմանների պատճառով։ Շենքը մեծ ու բարձր է, միշտ ներսում սառնությունը կա։ 30-ականների կառույցը էլեկտրական վառարաններով է հնարավոր տաքացնել, այն էլ միայն սենյակները։ Քայքայվող պատերից ու կոտրված ապակիներից միշտ փչում է, հատակը եւս անվտանգ չէ, քայլելիս ճոճվում է։ Անհարմար պայմաններն ու անհրաժեշտ նվազագույն հարմարությունների բացակայությունը թեև չի նվազեցրել բուժառուների թիվը։ Շրջակա թաղամասերը խիտ բնակեցված են, ամենահարմար վայրը նրանց համար այս պոլիկլինիկան է։ Հիվանդանոց էր առաջ ավելի լավ պայմաններ էր երևի քան հիմա։ Դե իհարկե որ նորություններ լինի, ավելի լավ ժողովուրդը կօգտվի, իրեն բավարարված կզգա։ Լավ պոլիկլինիկա է։ Երկհարկանի շենքում ամբողջական հիմնանորոգում չի արվել տասնամյակներով։ Վնասված, քանդված տեղերում, ինչպես նաև հատակի փլուզումների դեպքում մասնակի նորոգումներ են եղել։ Բուժհաստատության միջոցների հաշվին վերանորոգումներով բժշկական կաբինետներում հարմարություններ են ստեղծել։ Վերանորոգման աշխատանքները ավելի շուտ ժամանակահատվածում չեմ կարող նշել, չեմ հիշում այդպիսի ծրագրեր։ Ներքին հարդարման աշխատանքներ միայն նախամուտքի շրջանում է եղել վերջին մի քանի տարիների ընթացքում, բայց դրանից առաջ կամ հետո ավելի լայն, ինչ որ ավելի խորը ծրագրեր վերակառուցման շենքը չի տեսել։ Խոնավության ու փլվող պատերի մեջ երկար իմանալ չեն կարող նաև բժշկական սարքավորումները, դրանց մի մասը նաև հին սերնդի են, իրենց դարնապրած։ Միջանցքներում ու սենյակների անկյուններում հավաքած պահում են, սպասում են, թե երբ դրանք կփոխարինվեն նորագույն սարքավորումներով։ Լավ ու հասանելի պայմաններում գործող է տուբերկուլյոզի կաբինետը, կահավորված անհրաժեշտ գույքով ու բուժ պարագաներով։ Ռենտգեն ապարատը ամենանորն է, 6 տարի առաջ է հատկացվել պոլիկլինիկային։ Խնդրեմ, 668 հիվանդ էս ամիս մարտը ընդունել ենք, էս մարտը։ Սա շատ լավն է, անհրաժեշտություն էր ոչ թե անպայման։ Պետք է սա։ Վերանորոգված է, մեզի վերանորոգել է գլոբալ ֆոնդը։ Տուբերկուլոզի կենտրոնից էլի։ Արդեն 7-8 տարի կեղնի։ Միակ թարմ կաբինետն է։ Էխո չունենք ճիշտ էխո, բայց ԿԳ կաբինետ կա, նկարում ենք, եթե էխոյի կարիք է լինում, ուղարկում ենք Գյումրի կենտրոն։ Նոր լուծումներով ու չափորոշիչներով, նոր սերնդի սարքավորումներով, նույնիսկ վերելակով ապահովված պոլիկլինիկա է դառնալու պատմամշակութային արժեք ունեցող շենքը։ Նախատեսված է 1 ամսից սկսել շինարարությունը։ Արտաքին տեսքի որևէ փոփոխություն չի լինի, ուղղակի կլինի վերակառուցում, թարմացում, քանդված վնասված հատվածների փոխարինում, իսկ ներքին հատվածում ամբողջովին նոր 21-րդ տարին համարժեք պոլիկլինիկական ծառայություններ մատուցող բժշկական հիմնարկի մենք պատկեր կունենանք։ Պետությունն այս պոլիկլինիկայի վերակառուցման համար կհատկացնի 1.5 միլիարդ դրամ, 3 տարում ավարտելու են։ Մինչև նոր պահանջներին համապատասխան շենք ունենալը պոլիկլինիկան ժամանակավորապես կգործի նախկին Սամարիթեր հիվանդանոցի շենքում։ Այնտեղ բնականաբար եւս ընթանալու են որոշակի վերանորոգման process-ներ, հարմարեցվելու են պոլիկլինիկական ծառայություններին, որպեսզի կարողանանք այդ ընթացքում մեր բնակիչներին պատշաճ նորմալ բուժ սպասարկումով ապահովել։ Նույն շենքում բժշկական սպասարկում իրականացնող երկու հաստատությունները, Շտապօգնության կայան եւ Այրան բանկը եւս կտեղափոխվեն Սամարիթերի շենք, բայց իրենց տարածքներ հիմնանորոգումից հետո էլ չեն վերադառնա։ Շենքը կտրամադրվի թիվ 2 պոլիկլինիկային, բացառապես պոլիկլինիկական ծառայությունների համար։ Իսկ Շտապօգնության կայան եւ Այրան բանկը ծրագրված է հետագայում տեղափոխել կառուցվող ծննդատան նոր շենք։ Քննարկվում փուլում է նաև առողջության առաջնային պահպանման այլ օղակների միավորման գործընթացը։ Խոսքը թիվ 1 եւ Բերլին պոլիկլինիկաների մասին է, որոնք ըստ նախատեսումների միավորվելու են թիվ 2 պոլիկլինիկային։ Հասմիկ Թումասյան, Վահագն Վարակյան, Հորիզոն։